Ավագ շաբաթ։ Ավագ շաբաթվա խորհուրդը շատ հատկանշական եւ կարծեք հանգուցալուծումն է մեծի պահոց շրջանին հայ եկեղեցու մեջ այն կարևոր օրն է, երբ հանգուցալուծվում է այլևս պահքի լռությամբ, երբ երկար պահեցողության ընթացքից հոգեպարար աղոթքներից եւ շարականներից հետո այն լռության օրն է, երբ հավատացելոց ժողովուրդը սպասում է Տիրոջ հարությանը։ Կարծեք թե լռության եւ մտորումների օր է, մեծ պահոց մեծ ճանապարհորդության եւ Տիրոջ հարության սպասման։ Եվ մեր եկեղեցու մեջ այս օրը հիշատակվում է Տիրոջ հարությունը եւ սպասումն է այլևս հաջորդ օրվա Տիրոջ փառավոր հարությանը։ Եվ հանգուցալուծվելով այս օրը այն մտածումն ենք ունենում, որ ապագային պիտի Աստված մեզ արժանին դարձնի իր հարության լույսին եւ այս մեծ նավարկության, քրիստոնեական հոգեվոր նավարկության ընթացքի մեջ այլևս պետք է կարողանանք անցում կատարել չարչարանքից դեպի հարության Տիրոջ հետ, պետք է կարողանանք անցում կատարել չափավորությունից դեպի ուրախություն եւ այսօրն է, որ Աստված մեզ պիտի իր լուսավոր երեսը ցույց տա եւ մեզ պետք է հիշեցնի, մեզ պետք է առաջնորդի դեպի իր հարություն եւ մեզ իբրև Աստծո զավակներ, իբրև լույսի զավակներ իր հետ պետք է նաեւ արժանին դարձնի Տիրոջ հրաշափառ հարությանը։ Աստված օրհնի եւ ուժ ու կարողություն տա ամենքիդ այս կարևոր հանգրվանին հասնելու եւ մեր Տիրոջ հրաշափառ հարության ավետիսը լսելու եւ մեծապես մխիթարություն գտնելու։